Այսօրվա իմ պատգամը ես վերնագրել եմ այսպես. նա, ով ծարավ է Աստծուն։ Ես ուզում եմ ընթերցել 42-րդ Սաղմոսից մի հատված, որի վրա էլ կփորձենք Տիրոջ շնորհքով կառուցել այսօրվա պատգամը։ Մենք շատ տեղեր ենք կարդալու Աստվածաշնչից, ինչու, որովհետև ոչինչ չի կարող Աստծո մասին խոսել ավելի գեղեցիկ ձևով, նկարագրել Աստծուն ավելի գեղեցիկ ձևով, քան հենց ինքը Աստծո խոսքը։ Սաղմոս 42 առաջին խոսքից ասում է. Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուների, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ կգամ և նրա երեսի առաջ կերևամ։ 42-րդ Սաղմոսը գրվել է Կորխի որդիների կողմից։ Կորխի որդիները դրանք ղևտացիներ էին, ովքեր որ զբաղվում էին երաժշտությամբ, պարաբանությամբ և ըստ պատմական տվյալների և ըստ Սաղմոսի բովանդակության նաև կարելի է ենթադրել, որ 42-րդ Սաղմոսը գրվել է հատկապես այն ժամանակ, երբ կամ Իսրայելը գտնվում էր գերության մեջ, կամ հենց իրենք Կորխի որդիները գտնվում էին արտաքսման մեջ։ Որովհետև Սաղմոսի բովանդակությունը հենց այդպիսին է, որ կարծես մի մարդ, որը որ արտաքսված է, որը որ վտարված է, որը գերեվարված է, որը գտնվում է չորության, անապատի, դժվարության մեջ, իր աղաղակն է բարձրացնում Աստծուն ու այդ ժամանակ, այդ չորության մեջ իր սրտի ամենամեծ փափագը որն է, ես ծարավ եմ Աստծուն ու համեմատում է եղջերուի հետ, որը փափագում է ջրերի առուների։ Ինչպես է եղջերուն փափագում, ծարավ եղջերուն փափագում ջրերի առուներին։ Պատկերացնում եք ինչպիսի ծարավ է դա չորության ժամանակ։ Սուրբ Պողոսյանոսն իր խոստովանություններ աշխատության մեջ ասում էր. Դու մեզ քեզ համար ստեղծեցիր Տեր, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ հանգչի քեզանում։ Հրաշալի միտք է, չէ՞։ Դու ստեղծեցիր մեզ քեզ համար։ Եվ մեր սիրտը անհանգիստ է, մեր սիրտը հանգստություն է գտնում միայն այն ժամանակ, երբ մենք քեզանում ենք հանգչում, երբ մենք քեզանում ենք գտնվում, քեզ հետ ենք հանդիպում ունենում։ Ընդհանրապես մարդկության և հատկապես քրիստոնյաների և հատկապես եկեղեցու ամենամեծ վտանգներից մեկը, որը երբեք չի ներկայացվում գուցե որպես վտանգ, այլ ներկայացվում է որպես թերություն կամ գուցե ներկայացվում է որպես մի կարևոր և օրհնյալ բան, որ դու պետք է ուղղակի ունենաս։ Որն է ամենամեծ վտանգը և պատահական չի, որ ես անվանում եմ դա վտանգ։ Դա Աստծուն չփնտրելն է։ Որովհետև երբեմն Աստծուն փնտրելու մասին խոսվում է այնպես, որ դա ինչ-որ ալտերնատիվ մի բան է, որ գիտես կա նաև այսպիսի մի բան, այսպիսի մի գործառույթ, Աստծուն փնտրել։ Բայց քրիստոնյայի համար դա ծայրահեղ վտանգավոր մի բան է, երբ քրիստոնյան չի փնտրում Աստծուն, որովհետև կարող ես պատկերացնել քո կյանքում որպես քրիստոնյա ավելի սարսափելի մի բան, քան երբ Աստված դադարի գրավել քեզ։ Երբ Աստված դադարի հետաքրքրել քեզ, երբ Աստված դադարի հրապուրել քեզ։ Դու պատկերացնում ես դրանից ավելի սարսափելի մի բան։ Ամենածայրահեղ վատագույն հիվանդությունը, անբուժելի հիվանդությունը այդքան սարսափելի և վտանգավոր չի քրիստոնյայի համար։ Ծայրահեղ աղքատությունը երբեք քրիստոնյայի համար այդքան վտանգավոր ու սարսափելի չի եղել, քան մի բան, երբ քրիստոնյան դադարում է հետաքրքրվել Աստծով։ Երբ Աստված այլևս չի գերում քրիստոնյային այնքան, որ քրիստոնյան ծարավ լինի Աստծուն։ Գիտեք ինչն է ձեզ բերում այստեղ ամեն շաբաթ ժամը 6-ին։ Ինչն է բերում։ Ամեն մեկը ձեր ներսում մտածեք։ Ինչն է մեզանից ամեն մեկին բերում ամեն շաբաթ այստեղ։ Բայց մի կարևոր բան կա։ Եթե քո ծարավը քեզ բերում է միայն շաբաթ օրը ժամը 6-ին այստեղ, դա շատ մեծ խնդիր է։
Որովհետև իրական ծարավն առ Աստված, որի մասին Սաղմոս 2-ն խոսում է, դա սա է, որ քո ծարավը քեզ բերում է շաբաթ երեկոյան ժամը 6-ին էստեղ, կիրակի առավոտյան ժամը 11-ին, երկուշաբթի կեսօրին, երեքշաբթի երեկոյան, դու միշտ փափագ ունես առ Աստված, ինչու, որովհետև դու ծարավ ես։ Ծարավ եղջերուի համար էական չի դա ծարավի որ րոպեն անա, ծարավ է։ Նա մինչև չխմի չի կարող հագենալ։ Նա ոչ մի ալտերնատիվ տարբերակ չունի ծարավ մարդու համար, ծարավ եղջերուի համար չկա ալտերնատիվ։ Իսկ գիտեք, որ նա վտանգը մարդու համար կա։ Երբ դու ծարավ ես, դու կարող ես ջուր չխմել, դու կարող ես ուրիշ բան խմել, բայց հետաքրքիր բան ասեմ քեզ։ Դու գիտես, որ ոչինչ մարդու ծարավը չի հագեցնում բացի ջրից։ Դու կարող ես խմել մի քանի լիտր հյութ, բնական, դա չի հագեցնի քո ծարավը, քանի դեռ դու ջուր չես խմել, որովհետև մարդու օրգանիզմը այդպես է ստեղծված։ Մեր օրգանիզմի 80%-ից ավելին ջրից է բաղկացած։ Եթե Աստծո հետ հանդիպումը, եթե նրա էությունը քեզ համար դառնում է այնքան սովորական, որ դա արդեն անհատական փորձառությունից վերածվում է ուղղակի համընդհանուր փորձառության, դե եկեղեցի կա, ժամը 6-ին հավաքույթ ունենք ու մենք եկել ենք այդ հավաքույթին։ Սա նշանակում է, որ մարդը քրիստոնյան այլևս դադարել է սпасել Աստծուն։ Եվ սա ամենասարսափելի բանն է, երբ որ մարդը քրիստոնյան եւ առավել եւս եկեղեցին դադարում է սпасել Աստծուն։ Որովհետև Աստված երբեք չի հայտնվի այնտեղ, կամ հազիվ թե Աստված հայտնվի այնտեղ, որտեղ իրեն չեն սпасում։ Աստվածաշնչում գրված է Մատթեոս ավետարան 18-րդ գլխի 20-րդ խոսքում։ Այնտեղ Տեր Հիսուսն ասաց, որտեղ երկուսը կամ երեքը հավաքված են իմ անունով, ես այնտեղ նրանց մեջ եմ։ Որտեղ երկուսը կամ երեքը ձեզանից հավաքված են իմ անունով, սա չի նշանակում 2-3 մարդ։ Սա նշանակում է ձեզանից երկուսը եւ երեքը։ Երբ որ ես վերցնում եմ այս գիրքը, այս թղթերից ամեն մեկը պատկանում է այս գրքին։ Մենք կարող ենք ասել այս գրքի 1 էջը կամ 2 էջը կամ 3 էջը։ Այս բոլորը պատկանում է սրան։ Նույն նյութն է սա։ Նույն նյութը, պարզապես ուղղակի տարբեր էջեր, բայց նույն նյութն է։ Այսինքն, եթե կարելի է այսպես ասել, անգամ քիմիական բաղադրությունը նրանց նույնն է։ Մեր քիմիական բաղադրությունը կամ հոգևոր բաղադրությունը, երբ որ Տերն ասում է ձեզանից, այսինքն երբ որ ես ասում եմ անհատապես Սասունից 1-2-ը, ոչ թե Սասունը, Աշոտը եւ Վարդուշքուրը, Սասունից 1-2-ը, ձեզանից, ինչ որ մեկից 1-2-ը, 2-ը եւ 3-ը եթե լինեն, սա նշանակում է մենք այդ ժամանակ երբ 2-ը եւ 3-ն ենք, մենք նույն կերպ ենք մտածում, մենք նույն արժե համակարգն ունենք, մենք նույն փափագն ու ծարավն ունենք, դրա համար Տերն ասում է, երբ ես կգտնեմ այդպիսի 2-3 հոգի, ես այնտեղ եմ։ Կա ուղղակի թյուրըմբռնում, որ ամեն տեղ, որտեղ հավաքվում են եւ քարոզում են բեմից, Հիսուսն այնտեղ է։ Բայց այդպես չի գրված Աստվածաշնչում։ Աստվածաշունչը երբեք չի ասել եւ Աստված, Սուրբ Հոգին երբեք պարտավորություն չի վերցրել իր վրա գալու եկեղեցական հավաքույթներին։ Սուրբ Հոգին երբեք չի ասել, երբ փառաբանությունը սկսի նվագել, ես կհայտնվեմ։ Երբ որ մենք սկսում ենք փառաբանությունը, մենք չգիտենք Սուրբ Հոգին որ պահին կայցելի։ Հավատում եք, որ Աստված միշտ մեզ հետ է։ Այո, բոլորս էլ հավատում ենք, բոլորս էլ գիտենք, որ կա Աստծո ընդհանրական, գլոբալ ներկայությունը երկիր մոլորակի վրա, որովհետև եթե այդ ներկայությունը չլինի, չի լինի նաև երկիր մոլորակը, բայց Աստված ունի առանձնահատուկ ներկայություն, իր լիազորված ներկայությունը բացառապես իր որդիների համար եւ իր եկեղեցու համար, եւ Տերն ասում է, որտեղ 2-ը եւ 3-ը ձեզանից հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ։ Էդգար եղբայրը նոր խոսում էր միաբանության մասին։ Ինչ է նշանակում միաբանություն։ Մենք նույն
դաշտի մեջ ենք, նույն հոգու մեջ ենք, հակառակ դեպքում չկա միաբանություն։ Մենք կարող ենք հավաքվել միասին, բայց դա չի նշանակում միաբան, որովհետև աշխարհում կան կուսակցություններ, որտեղ բոլորը միասին են։ Աշխարհում էլ են հավաքվում, բայց այդտեղ ամենքը իրենցն են փնտրում։ Հավաքվել նրա անունով դա նշանակում է, որ մենք ամեն ինչից առավել փնտրում ենք նրան։ Դա նշանակում է, որ մեր մեծագույն փափագը եւ կենտրոնացումը եւ նպատակը այն է, որ Տերը գա այդ հավաքույթին, որովհետեւ եթե Տերը չգա այդ հավաքույթին, անիմաստ է իմ այստեղ բարձրանալը։ Անիմաստ է փառաբանելը։ Անիմաստ է այն ժամանակը, որ դուք տվել եք, եթե Տերը այստեղ չի լինելու։ Եթե դուք այս ծառայությունից հետո, ես այս ծառայությունից հետո պիտի դուրս գամ պարզապես ոգևորված, բայց ոչ փոխված, անիմաստ է այդ ծառայությունը, որովհետև Աստված այդտեղ չի։ Ես չեմ ասում բոլորը փոխված դուրս կգան։ Բայց երբ կա միաբանություն, երբ մենք ամեն ինչից առավել ծարավ ենք Աստծուն, Աստված արձագանքում է, Աստված պատասխանում է այդ ծարավին։ Եվ սա ողբերգական է դառնում Աստծուն չփնտրելը, ողբերգական է դառնում նույնիսկ մարդկության համար ընդհանրապես։ Քիչ հետո մենք կնայենք, ինչ տեղի ունեցավ մարդկության հետ, երբ մարդկությունը դադարեց փնտրել իր Աստծուն։ Ապա որքան սարսափելի է ավելի եկեղեցու եւ քրիստոնյայի համար, որը ծարավ չէ Աստծուն։ Մտածեք, մի պահ մտածեք, երբ դուք ծարավ եք։ Երբ ձեր կոկորդը չորացել է եւ դուք ծարավ եք ջրի, ինչ զգացողություն ունեք, ինչ եք պատրաստ անել, դուք գտնվում եք մի տեղում, որտեղ չկա ջուր ընդհանրապես, բայց դուք այնքան ծարավ եք, արդեն տպավորություն է, որ կուշաթափվեք։ Ինչ փափագ դուք ունեք ծարավի ժամանակ, որքան փափագ ունեք այդ ջուրը խմելու, ու Աստված այսօր մեզ մարտահրավեր է նետում, այդպիսի ծարավ ունենալու առ Աստված։ Հռոմեացիների առաջին գլխում մենք տեսնում ենք մարդկության մեծագույն ողբերգությունը, որը տեղի ունեցավ Աստծուն չփնտրելու, Աստծուն ծարավ չլինելու արդյունքում։ Հռոմեացիների առաջին թուղթ 21-րդ խոսքում ասվում է. 1:21 Մեր մեդիա թիմին պիտի խնդրեմ, որ միացնեն Հռոմեացիների առաջին գլուխ 21-րդ խոսքը, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտքերում ունայնացան եւ նրանց անմիտ սրտերը խավարեցին։ Մարդկությունը իր գլխին մեծագույն չարիք բերեց այն պահից սկսած, երբ դադարեց Աստծուն փառավորել որպես Աստված եւ շնորհակալ լինել Աստծուն։ Ինչու, որովհետեւ Աստված մարդու ներսում արդեն դրել էր ճանաչողություն եւ հիմա էլ աշխարհում աթեիստներ չկան։ Աթեիզմը ուղղակի ժամանակավոր բնույթ է կրում։ Երբ ինքնաթիռը հայտնվում է տուրբուլենտության մեջ, բոլորը սկսում են աղոթել։ Բոլոր աթեիստները։ Նրանք իրենց մտքերում ունայնացան։ Երբ չկա ծարավ Աստծուն, մարդը սկսում է ունայնանալ իր մտքում։ Մարդը սկսում է դատարկություններ փնտրել, դատարկություններով լցնել իր կյանքը։ Ինչու? Որովհետև չկա ծարավ, որովհետև երբ չկա Աստծուն ծարավ, Աստված էլ չի հագեցնում այդ ծարավը։ Ջուրը ինչ է անում մարդուն։ Ասում ենք ջուրը ինչ է անում։ Կյանք է տալիս։ Ջուրը կյանք է տալիս։ Եթե կա ծարավ, դու խմում ես, կարծես կենթանանում ես, չէ՞։ Երբ եղել է ժամանակ, որ շատ ծարավ եք եղել, ինչ որ մեկ տեղում, երբ կիզիչ արևը վառում է, եւ դուք այդ ծարավից ուղակի հանկարծ այն սառը ջուրը գտել եք հանկարծ չգիտեմ որտեղից, ո՞նց եք դուք խմում։ Դուք զգացել եք որքան շատ ծարավ եք դուք, այնքան դժվար է հագենալը։ Որտեվ դուք սկսում եք արագ խմել, իսկ դա ձեզ չի օգնում հագենալ։ Եվ ընդհանրապես ասեմ, ծարավ ժամանակ սառը ջուրը չի հագեցնում։ Դրա համար
Մի խաբվեք։ Ծառը ջուրը չի հագեցնում ծարավ ժամանակ։ Հռոմեացիների առաջին գլխի 28-րդ խոսքն ասում է. «Եվ ինչպես որ չընտրեցին Աստծուն ունենալ իրենց գիտության մեջ, սա մարդկության ընտրությունն էր։ Ոչ մեկ հանկարծակիի չեկավ, ոչ մեկին սա չփաթաթեցին, մարդը ինքը ընտրեց իր գիտության մեջ չունենալ Աստծուն, Աստված էլ մատնեց նրանց անարգ մտքի, որ անարժան բաներ գործեն։ Եվ թվարկվում է դրանից հետո, թե ինչ են անում, որոնք լցված են անիրավությունով, պոռնկությունով, անզգամությունով, ագահությունով եւ այն ամենը, ինչ մենք տեսնում ենք աշխարհում։ Հիմա, եթե սա մարդկության համար մեծագույն ողբերգություն էր, որ մարդը չփնտրեց, չփափագեց, ծարավ չեղավ Աստծուն, ապա որքան ավելի սարսափելի է, երբ մարդը, քրիստոնյա մարդը, ով ասում է, որ Տեր Հիսուսին ընդունել է իր կյանքում որպես Տեր ու Փրկիչ, բայց չունի փափագ այդ Աստծուն ճանաչելու։ Չունի ծարավ առ Աստված, չունի ծարավ դեպի Քրիստոսը։ Մարդկային ցեղն իր վրա դատապարտություն բերեց, երբ սկսեց չընտրել, չփնտրել Աստծուն, չփափագել Աստծուն։ Աստված դարձավ մարդու համար մի ընդհանրական մի բան։ Դե երկնքում կա Աստված։ Որն է վերստին ծնված մարդու եւ վերստին չծնված մարդու տարբերությունը։ Հագուստը համարյա բոլորը նույն ձևի են հագնվում։ Հետաքրքրությունները երբեմն քրիստոնյաների ու աշխարհի մարդու հետաքրքրությունները այնքան էլ չեն տարբերվում, համարյա թե նույնն են։ Ինչն է տարբերում մեզ։ Երբեմն դու տեսնում ես մարդուն, ով վերստին ծնված չի, ասում է, ես հավատում եմ Աստծուն, ես վախենում եմ Աստծուց։ Ավելին, ես մարդ գիտեմ, որ Աստվածաշունչ է կարդում, բայց վերստին ծնված չի։ Ինչն է տարբերությունը։ Ինչ էր այդ խորհրդավոր վերստին ծնունդը, որը ձեր կյանքում տեղի ունեցավ, որը իմ կյանքում տեղի ունեցավ։ Դա կենթանի Աստծո որդու հետ առերեսվելն էր։ Դա նշանակում էր մեկ անգամ Աստված պատիվ արեց քաշելու մեզ դեպի իրեն, ու մենք երբ տեսանք նրա երեսը, երբ մեկ անգամ ճաշակեցինք Քրիստոսին, մեր մեջ ցանկություն է առաջանում։ Տերը մեր մեջ ցանկություն, ծարավ է դնում ավելիին։ Գիտեք ինչու մենք չենք գնում ավելի խորը, որովհետև որքան խորանում ենք, այնքան ավելի շատ գին պիտի վճարենք։ Ու մենք հասկանում ենք դա, դրա համար չենք ուզում գին վճարել։ Մենք նախընտրում ենք եկեղեցում լինել մշտական այցելուներ, բայց ոչ աշակերտներ։ Ինչու? Որովհետև եկեղեցում այցելու լինելու համար դու պարտավոր չես գին վճարես։ Դու ուղղակի կարող ես գալ, ամեն շաբաթ նստել այստեղ, մենք քեզ կշարունակենք սիրել, եւ Աստված էլ քեզ կշարունակի սիրել, եւ գաղտնիք ասեմ, երկինք կգնաս։ Գուցե մի կերպ, բայց կգնաս։ Բայց կա մի բան, երբ մարդը գալիս է այստեղ ու որոշում է կայացնում, որ ես չեմ բավարարվի սրանով։ Դուք ինձ այնպիսի ջուր եք տվել, որ ես չեմ բավարարվի այս մեկ բաժակով։ Եղել է, որ ջուրը խմել ես ու ասել ես, ես ինչ քիչ էր, մի հատ էլ լցրու։ Ես հիշում եմ հայրիկիս ընկերը, երբ որ շատ ծարավ էր լինում, մեր տանն էր լինում, ասում էր մի հատ ջուր բերեք խմեմ, ու երբ որ բաժակը բերում էր ինքը այդ մի բաժակ, ինքը հաղթանդամ, այսպես բարձրահասակ մարդ էր, այդ մի բաժակը, որ խմում էր ու հանկարծ շփոթվում էին, կիսատ էինք լցնում, բաժակը դնում ասում էր, սենց բան չեն անում։ Այսինքն ինքը պատկերացնում էր, որ հեսա պետք է ավելի շատ խմի, բայց այնքան քիչ էր բաժակի մեջ այդ ջուրը։ Ու մարդը փափագ ուներ նորից ու նորից այդ ջրի։ Հիմա երբ գալիս է ժամանակը, երբ դու առաջին անգամ Քրիստոսին ճաշակում ես, երբ մեկ անգամ քո կյանքում Քրիստոսին ճաշակում ես, Աստված այդ փափագը, այդ ծարավը դնում է քո սրտում։ Բայց գիտեք ինչա տեղի ունենում։ Մարդը որոշ ժամանակ հետո սկսում է խաբվել եւ ջրի փոխարեն սկսում է ուրիշ բաներ օգտագործել ծարավը հագեցնելու համար, որովհետեւ այդ բաները, ասեմ ձեզ, շատ համով են։ Քանիսդ գիտեք, որ օրինակ գազային ըմպելիք, օրինակ կոկա-կոլան իր մեջ վտանգ է, վնաս է պարունակում։ Քանիսդ գիտեք դրա մասին։ Հիմա հաջորդ հարցին ոչ մեկ թող ձեռք չբարձրացնի։ Քանիսդ եք խմում։
Ինչու ենք մենք խմում։ Եղել է ժամանակ, որ դու ծարավ չես, ուշադիր լսեք հարցս։ Եղել է ժամանակ, որ դու ծարավ չես, ընդհանրապես այսքան հեղուկ ընդունելու կարիք չես զգում, նույնիսկ հակառակը, բայց մեկ շիշ կոկա-կոլա խմես։ Չի եղել, չէ՞ նման բան։ Միևնույնն է, դու խմում ես այն ժամանակ, երբ ծարավ ես։ Քո օրգանիզմը ծարավ է, բայց կա մի բնական բան, որին քո օրգանիզմը պահանջ ունի այդ ժամանակ։ Դա ջուրն է։ Քո օրգանիզմը չգիտի, ինքը չի ճանաչում ուրիշ բան, քո օրգանիզմը ճանաչում է միայն ջուրը։ Բայց դու փորձում ես հագեցնել քո ծարավը մեկ այլ բանով։ Նույնը տեղի է ունենում հոգևոր կյանքում։ Երբ որ մենք Քրիստոսին մեկ անգամ ճաշակում ենք, երբ թե իրականում մեկ անգամ վերստին ծնունդ ես ապրելու, հիշում ես այդ պահը, երբ մեկ անգամ ճաշակել ես կենդանի Աստծո որդուն Հիսուսին, այդ պահից սկսած Աստված այդ ծարավը դնում է, որովհետև անհնար է նրան մեկ անգամ հանդիպել, նրան մեկ անգամ ճաշակել ու երկրորդ օրը չուզենալ ավելի մոտիկանալ։ Բայց ժամանակի ընթացքում, քանի որ չարը նույնպես քնած չի, մեզ առաջարկում է ուրիշ բաներ։ Մեզ առաջարկում է դրա մյուս տարբերակները։ Բարդադիր չի այդքան խորը գնալ Աստծո մեջ, քանիսի տեն ասել գնա, բայց մի խորացի։ Պետք չի այդքան խորը գնալ։ Մենակ ջուր մի խմի։ Հիմա է, չէ՞ դարձել, այդպեսի մի տենդենս կա, մոդա է դարձել, արդեն բոլորը խոսում են այն մասին, որ պետքա շատ ջուր խմես։ Արդեն հասել է նրան, եթե ուզում ես հաջողակ լինես եւ հարուստ լինես, ջուր խմի։ Երանի թե այդպես լիներ, չէ՞, առավոտյան մեկ ասում առավոտյան 4 բաժակ ջուր պիտի խմես։ Այն մյուսն ասում առավոտյան 4 բաժակ չէ, 2 բաժակ պիտի խմես։ Այն մյուսն ասում ոչ, քո օրգանիզմը երբ նորը արթնացել է, չի կարելի մի անգամից ջուր խմել։ Մեկ ուրիշն ասում է, որ ոչ, եթե մարդու օրգանիզմը ստեղծված է, եթե մարդը պահանջ զգա, այդ ժամանակ էլ կխմի, եթե դու պահանջ չես զգում, մի խմի։ Մեկ ուրիշն ասում է, ոչ, եղանակը եթե խոնավ է, հնարավոր է, որ մարդու օրգանիզմը պահանջ չզգա, բայց դու պիտի քեզ ստիպես ու խմես։ Ու դու խճճվում ես, ես պիտի խմեմ, թե չպիտի խմեմ։ Բայց մեկ բան հստակ է։ Մարդու օրգանիզմը առանց ջրի չի կարող դիմանալ։ Դու գիտեք, որ մարդու օրգանիզմը առանց հացի ավելի երկար է դիմանում, քան առանց ջրի։ Մեր օրգանիզմը ունի այդ պահանջը, բայց ես խոսում եմ այսօր հոգևոր ծարավի մասին, ես խոսում եմ ծարավի մասին դեպի առայն Աստված, որին մենք Աստված ենք կոչում, որին մենք փրկիչ ենք կոչում, այն Աստծուն, որին հավատում ենք, որի մասին կարդում ենք, որին ծառայում ենք։ Ես խոսում եմ այդ Աստծո մասին։ Արդյոք մենք ծարավ ենք այդ Աստծուն։ Արդյոք մենք ծարավ ենք Քրիստոսին։ Սաղմոս 63-ում ասվում է. Սաղմոս 63:1 Ով Աստված, դու ես իմ Աստվածը, առավոտյան քեզ եմ ման գալիս, հոգիս ծարավ է քեզ համար, մարմինս քեզ է ցանկանում, ցամաք եւ ծարավ երկրում, ուր ջուր չկա։ Դավիթն ասում է, ով Աստված, ես առավոտյան քեզ եմ փնտրում, ես քեզ եմ փափագում, հոգիս ծարավ է քեզ համար, մարմինս քեզ է ցանկանում, ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։ Դավիթն իր կյանքում բավականին չորություն ու անապատ էր անցել, բայց այդ չորության մեջ հասկացել էր մի բան, որ իր կյանքի մեծագույն փափագն այդպիսի պահերին միայն իր Աստված էր։ Տեր, ես քեզ եմ ուզում, որովհետև քո ներկայության բացակայության հետ ես չեմ կարող հաշտվել։ Ես կարող եմ հաշտվել, երբ պարտված եմ, երբ ընկած եմ, երբ սոված եմ, երբ ջուր չունեմ, բայց մի բան կա, որի հետ քրիստոնյան չի կարող երբեք հաշտվել, դա Աստծո ներկայության բացակայությունն է։ Եվ եթե Աստծո ներկայության բացակայությունը իմ կյանքում դիսկոմֆորտ չի առաջացնում, սա լուրջ խնդիր է։ Եթե ես չեմ զգում Աստծո ներկայության բացակայությունը, եթե այդ բացակայությունը եկեղեցուն չի ստիպում դիսկոմֆորտ զգալ, սա նշանակում է դա մեծ խնդիր է։ Եթե դու կարող ես ապրել առանց Աստծո ներկայության, սա լուրջ խնդիր է։ Ինչու է Դավիթն ասում, հոգիս քեզ է փափագում, Տեր, որովհետև նա մեկ անգամ իր կյանքում ճաշակել էր այդ Աստծո քաղցրությունը։
Նա մեկ անգամ իրական հանդիպում էր ունեցել Աստծո հետ եւ իր ամբողջ սաղմոսներում եթե նայեք, ամեն ինչից վեր Դավիթը միայն փնտրում էր Աստծուն։ Ամեն իրավիճակներում, անգամ երբ մեղք էր գործել այդ նույն Աստծո առաջ, ամեն ինչից վեր նրա երեսն էր փնտրում։ Ինչու, որովհետև քրիստոնյան չի կարող ապրել առանց Աստծո ներկայության։ Հասկանում եք ինչու է Աստված մեզանից պահանջում, որ մենք ներենք ու բաց թողնենք։ Որովհետև երբ մենք չենք կարողանում ներել ու բաց թողնել, չկա Աստծո ներկայությունը։ Եվ երբ դու կարողանում ես ապրես դրա մեջ, դա ուղղակի սարսափելի է։ Ես հիշում եմ մի սատանիստի վկայությունը, ով դարձել էր Աստծուն, վերստին ծնվել էր։ Արմատական սատանիստ իր բոլոր ռիտուալներով եւ սատանայապաշտության մեջ բավականին բարձր դիրք զբաղեցնող։ Երբ եկել էր Աստծուն դարձի էր եկել, պատմում էր իր վկայությունը եւ մի զարմանալի բան, որ ասեց, երբ որ ես դարձա քրիստոնյա, սկսեցի այցելել եկեղեցիներ, այցելել աղոթքաժողովներ, մի բան ասում է զարմացա։ Ասում է դա ինձ մինչև հիմա ապշեցնում է, ես չեմ կարողանում դա հասկանամ, ինչպես կարող է դա տեղի ունենա։ Լրագրողը հարցնում է ի՞նչն է դա։ Ասում է երբ որ ես սատանայապաշտ էի, ես կարող էի ամբողջ գիշեր 12 ժամ ծնկներիս վրա անցկացնել սատանայի հետ։ Երբ որ ես դարձա հավատացյալ, տեսա որ հավատացյալները 12 րոպե չեն կարողանում ծնկների վրա անցկացնել Հիսուսի հետ։ Ես ասում ապշում էի, այդ ինչ ուժ էր ինձ տալիս սատանան, որ ես կարողանում էի 15 ժամ։ Ես ասում չէի հոգնում, ես չէի քնում։ Ես իմ սենյակի մեջ 15 ժամ սատանայի հետ ասում անցկացնում էի ու չէի հոգնում։ Ինչպես է տեղի ունենում, որ մարդը Քրիստոսի ներկայության մեջ ասում է, չի կարողանում 12 րոպեից ավել մնա։ Այդ ինչպես է, որ սատանայապաշտները նա ասում է կարողանում են այդքան երկար աղոթել։ Իսկ քրիստոնյան 5 րոպե հետո հոգնում է։ Սաղմոս 34-ն ասում է։ Սաղմոս 34, 8-րդ խոսք։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երանելի է այն մարդը, որ հուսացած է նրան։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Դու պետք է ճաշակես, բայց ճաշակելու համար պետք է մոտենալ, որպեսզի ճաշակես։ Դու պետք է մոտենաս, դու պիտի վերցնես, դու պիտի քայլ անես դեպի Տերը։ Եթե դու մեկ անգամ ճաշակել ես Քրիստոսին, եթե մենք մեկ անգամ գոնե, դա կարող է լինել ընդամենը մի վայրկյան, երբ դու իրապես նրան ճաշակում ես, ապա դու ավելի ու ավելի կցանկանաս նրան։ Միջնադարյան Եվրոպայի ամենաազդեցիկ վանականներից մեկը Բեռնարդ Կլերվացին ասում էր. որքան ավելի ես ճանաչում Աստծուն, այնքան ավելի ես փափագում նրան։ Ահա հենց այստեղ եմ ուզում կանգ առնեմ, Աստծուն ծարավ լինելու, Աստծուն փափագելու առաջին նախապայմանը դա նրան ճանաչելն է։ Աստծուն ճանաչելը։ Նա ասում է որքան ճանաչում ես, նա չի ասում, որ այս երկրի վրա կգա մի պահ, որ դու այլևս կդադարես, որովհետև դու ամբողջությամբ կճանաչես նրան։ Որքան ավելի շատ դու ճանաչես նրան, այնքան ավելի կփափագես, բայց գիտեք ինչու ես դու անընդհատ ճանաչում նրան, որովհետև հենց այն պահին, երբ քեզ արդեն թվում է, որ ահա դու ճանաչեցիր նրան, նա հայտնվում է այնտեղ եւ դու հասկանում ես, որ դու նրան չես ճանաչում։ Հենց այն պահին, երբ դու արդեն վստահ ես, որ ահա ես բացահայտեցի, սա է Աստված, մի անգամից Աստված անում է մի բան, որ գերազանցում է քո սպասումները, ու դու ասում ես Տեր, ինձ թվում էր, որ ես ճանաչում եմ քեզ։ Դավիթն ասում էր իմ հաջողության մեջ մտածեցի, որ չեմ սասանվի, բայց հենց ներկայությունդ քաշեցիր, ես շփոթվեցի։ Բայց երբ հաջողության մեջ էի, երբ Տիրոջ ներկայության մեջ ես, կանգնած ես, վստահ ես, հավատքդ պատրաստ է սարեր շարժելու, եւ դու մտածում ես, որ ահա, այս դիրքում էլ հաստատ կմնամ։ Երբ միշտ դու ասում ես այդ դիրքում կմնամ, Աստված արդեն մի քանի քայլ են կողմը եւ սպասում է այնտեղ,
ու դու շփոթության մեջ ես, որովհետև Տերը գնաց։ Աստված միշտ էլ բոլոր ժամանակներում, սկսած աստվածաշնչյան ժամանակներից, մարտահրավեր է նետել իր եկեղեցուն եւ ամեն մի քրիստոնյայի ամեն ինչից վեր Աստծուն փնտրել։ Մի պահ մտածեք, եթե մեկ անգամ օրինակ կյանքում դուք սիրահարվել եք, մարդ ես, կարող է տենց բան լինի։ Եթե մեկ անգամ կյանքում սիրահարվել ես, հուսով եմ մեկ անգամ, բայց պատկերացրեք, այն անձը, ում դու սիրահարվել ես, ինչպիսի փափագ ունես։ Ես երբեմն կնոջս հետ որ խոսում ենք, ասում որքան զարմանալի բան ասում եմ, այն ժամանակ, երբ որ մենք նոր էինք ծանոթացել եւ այլն, ոնց է ստացվում, որ կարող էինք ամբողջ գիշեր խոսալ ու չհոգնել։ Այդ ոնց է ստացվում, որ ամբողջ գիշեր մեկի հետ հեռախոսով խոսում ես, երբ դու ինքդ չես էլ սիրում հեռախոսով խոսալ։ Ես չեմ սիրում հեռախոսով խոսալ։ Բայց դու պատրաստ ես հեռախոսով խոսաս ամբողջ գիշեր չքնես, մինչև առավոտյան ժամը 8-ը։ Երբեմն կատակ էինք անում, ասում ենք մարդիկ նոր արթնացել են, մենք նոր պիտի քնենք։ Ինչն է ստիպում։ Որովհետև սիրահարված ես, որովհետև ծարավ կա, որովհետև փափագ կա։ Երբևիցե մտածել ենք, որ Աստված մեզանից այսպիսի ծարավ է պահանջում։ Երբ դու առավոտյան արթնանում ես, ու առաջին միտքդ նա է։ Երբ պիտի գամ ու Տիրոջ երեսի առաջ կանգնեմ, Դավիթն ասում էր։ Երբ դու գիշերը գլուխդ դնում ես բարձին, վերջին միտքդ նա է։ Դու նրա մասին մտածում ես եւ չես էլ հասկանում ոնց քնեցիր։ Տպավորությունն է, որ սա մի առանձնահատուկ բան է, որ հատուկ է ինչ որ մի քանի մարդու այս երկրի վրա։ Սա այն է, ինչ Աստված պահանջում է ինձնից եւ քեզանից ամեն օր, որովհետեւ Աստված հենց այսպես փափագում է մեզ։ Մի շարք բաների կողքին երկու բան կա, որ քո մոտ ծարավ է առաջացնում։ Երբ որ դու դառը բան ես խմում, ինչ ես ուզում, ջուր ես չէ ուզում մի անգամից խմել։ Դեղ խմել եք երբևիցե։ Դա մեղք չի։ Դեղ խմել եք, դառն է եղել, մի անգամից ջուր ես ուզում խմես։ Բայց կա եւս մեկ բան, քաղցր։ Երբ որ դու մի քաղցր բան ես ուտում, դու ջուր ես խմում։ Երբ որ դու Աստծո քաղցրությունից չես ճաշակում ու այդ քաղցրությունից ծարավ չես զգում, կյանքի դառնությունը կստիպի քեզ ծարավ զգալ։ Երբեմն այդպես է լինում։ Մենք կամ ճաշակում ենք Աստծուն ու այդ քաղցրությունից ենք ծարավում, կամ էլ ճաշակում ենք կյանքի դառնությունը, էլի դա ծարավ է առաջացնում դեպի Աստված։ Բայց կա վտանգ։ Երբ դու Աստծուն ես ճաշակում ու քաղցրություն ես վերապրում, դու այդ ժամանակ փափագում ես Աստծուն, բայց երբ որ դու դառնություն ես ճաշակում, միշտ չի, որ դու միանգամից փափագում ես Աստծուն, որովհետև այդ ժամանակ տարբեր բաներ կարող է կյանքը քեզ առաջարկի, որպեսզի դու քո ծարավը հագեցնես։ Դրա համար, քանի դեռ կյանքի դառնությունը մեզ չի ստիպել, մենք կարիք ունենք ճաշակելու ու տեսնելու, որ մեր Աստված քաղցր է։ Ասացինք, որ Աստծուն փափագելու եւ Աստծուն ծարավելու համար մենք նախ այդ Աստծուն պիտի ճանաչենք։ Ախր ինչպես կարող ենք էլ ճանաչել այդ Աստծուն, եթե ոչ նրա խոսքով։ Նրա Սուրբ Հոգին ճանաչեցնում է մեզ Աստծուն իր խոսքով։ Ես չեմ հոգնի անընդհատ կրկնելուց դա։ Ինչքան ժամանակ ենք տրամադրում Աստծո խոսքին։ Դերեկ Պրինսն ասում էր, ձեր վերաբերմունքը Աստծո նկատմամբ որոշվում է ձեր վերաբերմունքով Աստծո խոսքի նկատմամբ։ Չկա այլ տարբերակ։ Դու չես կարող ասել, որ դու շատ ես սիրում Հիսուսին, բայց Աստվածաշունչը այնքան էլ չէ։ Աստծո խոսքն է իրապես, որ բացահայտում է Աստծո էությունը։
Հոբի 36-րդ գլխի 26-րդ խոսքում ասում էր. ահա Աստված մեծ է, եւ մենք չգիտենք, նրա տարիների թիվը անքննելի է։ Հոբի 42-ի 2-րդ խոսքն ասում էր. գիտեմ, որ ամեն բան կարող ես, եւ քո դիտավորությունը չի կարող արգելվել։ Ահա թե ինչպես էր տեսնում Հոբը, ահա թե ինչպես էր Աստծո խոսքը ներկայացնում Աստծո մեծափառությունը, որ Աստված ամենագոյ է, Աստված ամենակարող է։ Արդյոք նրա ամենակարող լինելը ծարավ է առաջացնում քո մեջ նրան ավելի փափագելու, թե նրա ամենակարողությունը միայն ցանկություն է առաջացնում, որ նա մեր կյանքում հրաշք անի։ Երեմիայի 32-րդ գլխի 17-րդ խոսքն ասում էր. ով Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությունով եւ քո մեկնած բազուկով, քեզ համար ոչ մի բան դժվար չէ։ Պատկերացնում եք ինչպիսի Աստծո ենք մենք պաշտում, ինչպիսի Աստծո ենք մենք հավատում։ Եվ արդյոք Աստծո մեծափառությունը քաղց է առաջացնում մեր մեջ։ Սաղմոս 34, այս տեղը չեմ տվել մեդիային, միգուցե չկարողանան դնել։ Սաղմոս 34-ի 9-րդ խոսքն ասում էր. վախեցեք Տիրոջից, ով նրա սուրբ էր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Առյուծի կորյունները կարոտած են ու սոված են, բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասություն պիտի չունենան։ Տիրոջը խնդրողները Եբրայեցիների 11-րդ գլխի 6-րդ խոսքն ասում էր. Աստծուն մոտեցողը պիտի հավատա, որ Աստված կա, եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր իրեն են փնտրում։ Ոչ թե իրենից են փնտրում, իրեն են փնտրում։ Սա է Աստծո մեծագույն ցանկությունը եւ սա պիտի լինի մեզանից ամեն մեկի փափագը, որպեսզի գա Աստծո առաջ նրան փնտրելու։ Մեր մեծ խնդիրների մեծ մասը գիտեք ինչից է։ Մեր պակասությունների մեծ մասը, թանկագին քույրեր ու եղբայրներ, գիտեք ինչից է, որ մենք նրան չենք փնտրում։ Մենք ուղղակի վարժվել ենք, որ դա կյանքի բնականon ընթացքն է, որ պիտի բախվենք պակասության Տերը լրացնի, նորից պակասություն, նորից Տերը լրացնի։ Աստված այդպես չի ստեղծել։ Նա ասում էր, որ նրանից վախեցողների համար չկա պակասություն, նրանք, ովքեր նրան են փնտրում, Տերը ոչ մի բարիք չի խնայում։ Դրա համար էլ Տերն ասում էր, հոգս մի արեք, թե ինչ պիտի ուտեք, թե ինչ պիտի խմեք։ Ինչու՞։ Որովհետև երկնային Հայրը գիտի, նա գիտի։ Սա ինձ համար մի օր մեծ հայտնություն եղավ։ Հայրը գիտի։ Դու պատկերացնում ես, ես մոտենամ Աշոտ եղբայրը ու ասեմ, ես այսպիսի խնդիր ունեմ։ Ու Աշոտ եղբայրն ասում է, ես գիտեմ դրա մասին։ Աշոտ եղբայրը գիտի, բայց Աշոտ եղբայրը կարողա չօգնի, չկարողանա օգնել։ Բայց երբ Աստված է ասում, ես գիտեմ, Աստված չի ասում, ես տեղյակ եմ։ Իմացա, գիտեմ, չէ։ Աստված ասում է, ես գիտեմ դա։ Ես արդեն հոգ եմ տարել դրա համար։ Ես ուրիշ բան եմ քեզ ասում, արի, բայց մենք դարձյալ մտածում ենք, որ չէ, բայց եթե ես բաց թողնեմ այս պարանը ձեռքիցս, եթե ես իմ ասա բաց թողնեմ, միգուցե չստացվի։ Եթե ես վերահսկողությունը բաց թողնեմ հանկարծ իմ կյանքի, ինչ կլինի։ Եվ Տերն ասում է, արի, դու ինձ փնտրի, ես գիտեմ։ Չկա քո կյանքում մի բան, որ ես չգիտեմ։ Եթե քեզ մի բան քո կյանքում շոկի է ենթարկում, դա չի նշանակում, որ ինձ էլ է շոկի ենթարկել։ Եթե մի բան քո կյանքում քեզ համար նոր է, դա չի նշանակում, որ ինձ համար էլ նոր է։ Ես ամեն բան գիտեմ, ինչպես Տեր։ Դու գիտես իմ կյանքի ամեն բաները, իհարկե։ Իսկ դու մտածում ես, ես վախեցա, հանկարծակի եկա, բաց թողում արեցի։ Աստված գիտի, Հայրը գիտի։ Նրա մեծափառությունը բացահայտում է նրա խոսքը։ Եվ արդյոք այդ մեծափառության մասին մտածելով,
երբ այդ մեծ Աստված, այդ հզոր Աստված թույլ է տալիս ինձ եւ քեզ ճաշակել նրան։ Ճաշակել ու տեսնել, որ նա քաղցր է։ Սաղմոս 103-ն ասում է. 8-րդ խոսքը. Բարեգութ եւ ողորմած է Տերը, երկայնամիտ եւ բազմագութ։ Նա իսպար չի բարկանա եւ ող չի պահի հավիտյան, նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ, չի հատուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ, այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է նրա գութը իրենից վախեցողների վրա, որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրեց մեզանից մեր հանցանքները, ինչպես որ հայրն է գթած որդիներին, այնպես գթած է Տերը իրենից վախեցողներին։ Սա էլ Աստծո բազումողորմ, հավիտենական ողորմությունը, որը նրա էության մյուս կողմն է։ Արդյոք մենք փափագ ունենք այս Աստծուն։ Արդյոք ես ծարավ եմ այս Աստծուն։ Կան քրիստոնյաներ, ովքեր փորձում են գտնել իրենց կյանքի կոչումը։ Եվ վիճակագրությունը ցույց է տվել, որ երբ հարցում են անցկացրել եկեղեցիներում, ինչ մեկ հարց, որ ձեզ ամենաշատն է հետաքրքրում։ Ինչպես հասկանամ իմ կյանքի կոչումը։ Գիտեք դա ինչ է նշանակում։ Ինչպես հասկանամ ես ինչի համար եմ ծնվել։ Ինչ պիտի ես անեմ։ Ինչպես ես դա հասկանամ։ Ես աղոթում եմ ու Տերը պատասխան չի տալիս։ Աստված պատասխան է տալիս ծարավ մարդկանց, ովքեր իրեն են փնտրում։ Ամեն անգամ, երբ դու փնտրում ես Տիրոջը, երբ դու սպասում ես Տիրոջը, նա այցելում է։ Որքան ժամանակ ես դու պատրաստ կամ ես որքան ժամանակ եմ պատրաստ սպասել Տիրոջը։ Քանի անգամ եք գնացել հիվանդանոց։ Ինչքան եք սպասել։ Բանկում քանի րոպե եք պատրաստ սպասել, որպեսզի ձեզ սպասարկեն։ Ինչքան որ պետք է։ Եթե գործը շտապ է, ինչքան որ պետք է։ Դու պատրաստ ես այդքան սպասել։ Ոտքի վրա։ Ես հիշում եմ, երբ Հրազդան մարզադաշտում համերգ էր։ Ստադիոնը այդպես շատ լիքը չէր մարզադաշտը, բայց շատ ժողովուրդ էր։ Եվ սկսեց ուժեղ անձրև։ Դե եղանակը այնպիսին չէր, որ մարդիկ իրենց հետ անձրևանոց վերցնեին։ Անպամած չէր, անձրևոտ չէր, ու մեծ մասը առանց անձրևանոցի էին։ Նրանք էլ ովքեր ունեին, երևի ամեն օր եղանակ են նայում, դրա համար էլ կարողացել էին բացահայտել։ Անձրևը գալիս էր։ Ու այդ ամբողջ հազարավոր այդ ժողովուրդը 2 ժամ անձրևի տակ։ Ոչ մի անգամ ուրախ, զվարթ, այդ անձրևի տակ 2 ժամ կանգնեցին, մինչև այդ համերգը ավարտվեց։ Ու զարմանալի էր։ Զարմանալի էր։ Եթե մարդը պատրաստ է այդպիսի գին վճարի իր մարմնի համար, ինչա պատրաստ մեզանից ամեն մեկը վճարի իր հոգու համար։ Աստված այցելում եւ պատասխանում է այն դեպքում, երբ կա ծարավ։ Հիշում եք Պողոս առաքյալի դարձի գալը Դամասկոսի ճանապարհին, երբ Տերը այցելություն արեց։ Դա իրական հանդիպում էր մեծափառ Աստծո հետ, որին նա միայն գիտեր ելնելով օրենքից, որին նա շարունակ ծառայել էր։ Տարիներ շարունակ ծառայել էր, առանց ճանաչելու թե ում է ծառայում։ Բայց օրերից մի օր, երբ կենդանի Հիսուսին հանդիպում ունեցավ, 2 հարց, ընդամենը 2 հարց, ու այդ 2 հարցը փոխեցին Սողոսի կյանքը եւ դարձրեցին նրան Պողոս։
Ընդամենը 2 հարց։ 4-րդ խոսքում ասում է, եւ նա գետնի վրա ընկած Պողոսը մի ձայն լսեց, որ ասում էր նրան. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Քանիսիդ մոտ է Աստված եկել առաջի անգամ հանդիմանությունով։ Հիմա երբ որ ես նայում եմ վկայությունները, երբ որ մարդիկ վերստին ծնվում են, կամ երբ որ եկեղեցիներում մարդկանց կանչում են առաջ ընդունելու Հիսուսին, ուրախ, զվարթ։ Այսինքն անգամ մեղքի գիտակցում չկա։ Բայց Աստված ոչ մեկին կարծես թե չի հանդիպում առաջին անգամ ու հանդիմանում, չէ՞։ Ասում ինչի ես ինձ հալածում, ինչի ես մեղքի մեջ։ Չէ, բոլորս երբ որ վերապրում ենք ունեցել, նրա այդ սիրուց ուղակի տարված, էլ չենք էլ հիշում անգամ ինչ է ասել։ Բայց Տերը ասեց. «Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում»։ Եվ նա ասեց. «Ո՞վ ես Տեր»։ Առաջին բառը, որ դուրս եկավ Պողոսի շուրթերից, ո՞վ ես Տեր։ Եվ Տերն ասեց. «Ով եմ»։ Ասեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Շարունակում է հանդիմանել։ Քանիսիդ մոտ է Հիսուսը եկել այդպես։ Քանիսդ եք այդպես ճանաչել Հիսուսին։ Եվ դողալով ու զարհուրելով ասաց. «Տեր, ինչ ես կամենում, որ անեմ»։ Ինչ ես ուզում, որ անեմ։ Այսինչ հանդիպում էր, որը մի անգամից քաղց ծարավ առաջացրեց մարդու մեջ, որ էլ չիմացավ ինչ ասի։ Տեր, ինչ ես ուզում, որ ես քո համար անեմ։ Սա է Հիսուսը, քույրեր ու եղբայրներ։ Սա է այն Հիսուսը, որի մասին խոսում եմ։ Այդ Հիսուսը պիտի քո մեջ երկու նախադասություն արտնացնի։ Ո՞վ ես դու։ Եվ երբ նա հայտնում է իրեն, քո երկրորդ ցանկությունը սա է. ինչ ես ուզում, որ անեմ։ Պողոսը գուցե չգիտեր բառերը ինչ ձևակերպել, ասեց. ինչ ես ուզում, որ անեմ, որտեվ դու մի վայրկյանում Պողոսը հասկացավ, թե ինչ էր արել Հիսուսը իր համար։ Դրա համար ասեց. ինչ ես ուզում, որ անեմ քո համար։ Մի ակնթարթում Քրիստոսի հետ իրական հանդիպման ժամանակ Պողոսը հասկացավ, որ մինչ այս պահը ինչ արել էր, ամբողջը Քրիստոսի դեմ էր եղել, այլ ոչ թե Քրիստոսի համար։ Եվ դրա համար էլ մարդը առաջին անգամ վերստին ծնունդից հետո ասում է. ինչ ես ուզում, որ անեմ։ Թանկագին քույրեր, եղբայրներ, այս հարցը պիտի առաջանա մեզանից ամեն մեկի մոտ, եթե մենք Քրիստոսին մեկ անգամ հանդիպել ենք, երկրորդ հարցը սա պիտի լինի. ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար։ Ոչ թե հովիվ, ինչ ես ուզում, որ անեմ եկեղեցում, Հիսուս, ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար, Տեր։ Եվ Տերն ասեց նրան. կանգնիր ու մտիր քաղաքը։ Եվ կասվի, թե ինչ պետք է անել։ Բայց այն մարդիկ, որ նրա հետ էին, ապշած էին, ձայնը լսում էին ու չէին տեսնում։ Պողոսը կուրացել էր։ Եվ գնաց մտավ քաղաք, ոնց որ Տերը ասեց։ Քեզ ինչ է Տերը ասում։ Քանի անգամ ես այդ հարցը տվել Տիրոջը, Հիսուս, ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար, բայց դա գալիս է ծարավից։ Դա գալիս է նրա հանդեպ ծարավից, որ ես ուզում եմ ավելի խորը գամ քո մեջ։ Ես գիտեմ, որ ես գին պիտի վճարեմ դրա համար, ես հասկանում եմ։ Որքան խորն եմ գալիս քո մեջ, այնքան անհասկանալի եմ դառնում այս աշխարհին։ Որքան խորն եմ գալիս քո մեջ, այնքան հեռվանում եմ աշխարհից։ Ինչ ես կամենում, որ ես անեմ, Տեր։ Ես միայն դա եմ ուզում։ Ես միայն քեզ եմ ուզում, եւ Սաղմոս 2-ն ասում էր. ես Տիրոջն եմ փափագում։ Իմ հոգին ծարավ է Աստծուն, կենթանի Աստծուն, երբ պիտի նորից գամ ու նրա երեսի առաջ կանգնեմ, երբ պիտի լույսը բացվի ու նորից տեսնեմ նրան։ Սա էր փափագը։ Գիտեք ինչը ստիպեց Պողոսին անել Հիսուսի համար ամեն ինչ Հիսուսը ցանկացավ, ծարավը։ Նա այնքան ծարավ էր այդ Քրիստոսին, որին թվում է թե բոլորից լավ գիտեր։ Նա այնքան ծարավ էր, որ պատրաստ էր գնալ այնքան խորը, որքան Հիսուսը կտաներ։ Այնքան խորը, որքան Աստված պատրաստել էր։ Ահա այդ Հիսուսը կանգնած այսօր ամեն մեկիս սրտի դռան առաջ ասում է. ես ուզում եմ, որ նավակը տանես ավելի խորը։ Տար նավակը ավելի խորը։ Իսկ մենք գուցե նստած մտածում ենք, դե թող հովիվը նավակը տանի խորը։
ինձ էստեղ ափին շատ լավ է, ես զագար եմ ընդունում։ Աստված կանչում է մեզանից ամեն մեկին ավելի խորը։ Աստված ուզում է այդ ծարավը մեր սրտում դնի։ Գիտեք ինչու է այդ ծարավը նաև պետք։ Ոչ միայն մեզ համար այդ ծարավը պետք է, որովհետև այդ ծարավը վարակում է նաև քո դիմացինին։ Այդ ծարավն Աստված տալիս է ինձ եւ քեզ մեր դիմացինին վարակելու համար, երբ ինչ որ մեկը քո ծարավը տեսնելով ասում է ես էլ եմ սա ուզում, չգիտեմ սա ինչ ունի, բայց ես էլ եմ ուզում։ Ես հիշում եմ, երբ որ փոքր էի, 14 տարեկան, երբ որ մենք ապաշխարեցինք, իմ առաջին մեծ ցանկությունը սա էր. ես ուզում եմ Սուրբ Հոգով մկրտվեմ եւ ես ուզում եմ իմ Աստվածաշունչը։ Այդ ժամանակ այդքան հեշտ չէր Աստվածաշունչ ճարելը։ Բուկինիստի ցանցը չկար։ Այն ժամանակ ընդհանրապես նոր Աստվածաշունչ մենակ հովիվները ունեին։ Ոսկեզոծ։ Ես մտածում էի, որ երևի երկնքում կունենամ դրանից։ Եվ հիշում եմ մենք մայրս էստեղ է կվկայի, որ մեր հարևանից կարծեմ գնեցինք իրենց Աստվածաշունչը։ Ինչի գնեցինք, որովհետև դրել էին տան մեջ սրբի անկյուն։ Մենք էլ ասինք ավելի լավ այդ անկյունը սրբեք ու տվեք մեզ։ Ու գնեցինք այդ Աստվածաշունչը, օգտագործած Աստվածաշունչը, արևմտահայերեն։ Ու դա եղավ իմ առաջին Աստվածաշունչը, մեծ, հաստ։ Ինձնից մեծ էր այդ Աստվածաշունչը։ Բայց որքան էի փափագում Աստվածաշունչ ունենալ, որքան էինք փափագում Սուրբ Հոգով մկրտվել, այնքան էլ դժվար մկրտվեցինք։ 3 ամիս տևեց մինչև մկրտվեցինք, բայց այնքան էինք փափագում, ես մինչև օրս հիշում եմ, ես եւ քույրս, երբ որ մկրտվեցինք 3 ամիս հետո, ամբողջ ընտանիքով մկրտվեցինք։ Հիշում եմ, քարոզիչներին հրավիրում էին մեր տնային խմբակ, գալիս էին, ամեն մեկը աղոթում էր, ոչ մեկը չէր մկրտվում։ Մի օր մեր տնային խմբակի ավագը մտավ ներս, էլ երևի չդիմացավ, մտավ ներս ու ասեց. ծնկի եկեք։ Ծնկի եկանք ու այդ օրը մկրտվեցինք։ Ու ես հիշում եմ, երբ որ քրոջս հետ պատկերացրա, ես 14 տարեկան էի, քուրս 12 տարեկան էր, դուրս ենք, ես էլ փոքրամարմին եմ եղել, փոքր ժամանակ։ Այնքան փոքր եմ եղել, որ դասարանում բերել են առաջին շարքում են նստացրել, որ երևամ։ Դուրս ենք եկել, հիմա ուրախացած վազում ենք, ուրախացած վազում ենք, Սուրբ Հոգով ենք մկրտվել։ Երևի երբ որ մեր հայրը մեզ այդ ժամանակ, չգիտեմ, համակարգիչ էր առել դրանից առաջ, մենք այտենց չէինք ուրախացել, երբ որ ինձ հեծանիվ էին առել, ես այտենց չէի ուրախացել, ես ուրախացել էի, որ Սուրբ Հոգով մկրտվել եմ, ես լեզուներով եմ խոսում, դա իմ կյանքի մեծագույն նվերն էր, մեծագույն վերապրումը, որ վերստին ծնունդից հետո ունեցել էի։ Դա այնքան հզոր բան էր ունենալ սեփական Աստվածաշունչ եւ Սուրբ Հոգով մկրտված լինել։ Մեր ծարավին է պատասխանում Աստված։